A thought overwhelmed me this morning when I woke up, Երբ որ այս առավոտ ես արթնացա, մի միտք կար, and seeing my brothers and sisters in Christ here has reminded it of me right now. եւ այսօր տեսնելով իմ քույրերին եւ եղբայրներին Քրիստոսի մեջ իսկապես հաճելի էր։ As the beautiful sun rose this morning, Եվ այս առավոտ արևը գեղեցիկ ծագել էր, people all over the earth were rising as well to praise God together. եւ տարբեր ծայրերից աշխարհի մարդիկ կկանգնեն եւ Աստծուն կփառաբանեն միասին։ Starting on the eastern part of Asia, Ասիայի արևելյան տարածքից սկսած մինչև through China and India, the Middle East, անցնելով Չինաստանով, Հնդկաստանով, Միջին Ասիայով, and as the sun moves west, Africa, Europe, South America. եւ ինչպես որ արևը կանցնի դեպի արդեն հարավային Աֆրիկա, հյուսիսային տարածքներ, And about 9 hours later, եւ 9 ժամ անց, my wife and 4 children will be worshiping in America. եւ 9 ժամ անց կինս եւ 4 երեխաները միասին Ամերիկայում կերկրպագեն Տիրոջը որպես կիրակնորվյա ծառայության մեջ։ I say about because she will probably be late. Ասում եմ հավանաբար կինս կերկրպագի, որովհետեւ վստահաբար նա կուշանա։ So, we're going to talk about Jesus today. Այսօր որոշել ենք խոսել Հիսուսի մասին։ And we're going to start by reading in Philippians, and I will read Philippians 1:12 through 21 in English. Եվ այսօր խոսելու ենք Ֆիլիպեցիների առաջի գլխից, խոսելու ենք եւ ես կկարդամ անգլերեն տարբերակը, թարգմանիչը կասի հայերեն տարբերակը։ I want you to know, brothers and sisters, that what has happened to me has really served to advance the gospel, so that it has become known throughout the whole imperial guard and to all the rest that my imprisonment is for Christ. And most of the brothers, having become confident in the Lord by my imprisonment, are much more bold to speak the word without fear. Some indeed preach Christ from envy and rivalry, but others from goodwill. The latter do it out of love, knowing that I am put here for the defense of the gospel. The former proclaim Christ out of selfish ambition, not sincerely, but thinking to afflict me in my imprisonment. What then? Only in that, in every way, whether in pretense or in truth, Christ is proclaimed, and in that I rejoice. Yes, and I will rejoice, for I know that through your prayers and the help of the Spirit of Jesus Christ, this will turn out for my deliverance. As it is my eager expectation and hope that I will not be at all ashamed, but with full courage, now as always, Christ will be honored in my body, whether by my life or by my death. For me to live is Christ, and to die is gain. Ֆիլիպեցիների առաջին գլուխ 12-ից 21 խոսքերը։ Կամենում եմ եղբայրք, որ գիտենաք, թե ինչ բան, որի մասին եղավ, ավելի ավետարանի առաջադիմության համար հաջողվեցավ։ Մինչև որ իմ կապանքները Քրիստոսումը հայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ։ Եվ Տերումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերված ավելի համարձակ եղան Աստծո խոսքը առանց վախի խոսելու։ Եվ ոմանք նախանձով եւ հակառակության պատճառով եւ ոմանք էլ բարեհոժար մտքով քարոզում են Քրիստոսին։ Եվ ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին եւ ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերեն։ Իսկ ոմանք սերից գիտենալով, որ ավետարանի ջատագովության համար կանգնած եմ, բայց ինչ կերպով էլ որ լինի, թե պատճառանքով եւ թե ճշմարտությունով Քրիստոսն է քարոզվում, եւ սրա համար ուրախ եմ եւ ուրախ կլինեմ։ Քանզի գիտեմ, թե այս բանը վերջապես ինձ փրկության պատճառ կլինի ձեր աղոթքով եւ Հիսուս Քրիստոսի հոգու ձեռնությունով։ Իմ ակնկալության եւ հույսի համեմատ ոչ մի բանով ամոթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակությունով, ինչպես ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառավորվի իմ մարմնումը, թե կյանքով եւ թե մահով, վասնզի ինձ համար կյանքը Քրիստոս է եւ մեռնիլը շահ։ The Apostle Paul visited the city of Philippi about 10 years earlier than this letter. Այս նամակից 10 տարի առաջ Պողոս Առաքյալը Ֆիլիպեցիներին էր այցելել։ He had planted a church there after meeting some women at a prayer gathering by the river. Գետի մոտ ինչ որ կանայք աղոթքի ժամանակ նա հանդիպել էր նրանց եւ դրանից արդյունքեր առաջացել այս եկեղեցին հիմնելու։ It was the first church in Europe. Եվրոպայում դա առաջին եկեղեցին էր։ When he wrote this letter, he was in prison in Rome. Երբ որ նա այս նամակը գրում էր, այդ ժամանակ նա գտնվում էր Հռոմում եւ բանտում։ Verse 12, that's what had happened to him.
he was put in prison. Եվ 12-րդ խոսքը հենց այդ մասին է ասում, դա էր պատճառը, որ ինչու էր նա գտնվում բանտում։ The Philippian church heard about it and was worried about him. Եվ Ֆիլիպեցիների եկեղեցին լսելով այդ մասին, անհանգստացած էր նրա վերաբերյալ։ He was writing this letter to let them know what is going on Եվ նա գրելով այս նամակը ցանկանում էր տեղեկացնել, թե ինչ էր կատարվում նրա հետ։ and to encourage them and push them toward unity in trusting Jesus. Եվ նա շարունակում էր նրանց քաջալերել, որպեսզի միաբան լինեն եւ վստահ լինեն եւ վստահեն Հիսուսին։ Paul was the greatest church planter ever, probably. Հավանաբար Պողոսը ամենաուժեղ ու եզակի եկեղեցի հիմնողն է եղել։ He planted many churches. Նա շատ եկեղեցիներ էր հիմնել։ One thing a church planter needs to be effective is to preach to people. Եվ հետաքրքիրն է, որ եկեղեցի հիմնողը պետք է մարդկանց քարոզի ու եկեղեցին հիմնի։ He's in prison. Բայց այս պայծրությամբ նա այդ գործողությունը չի կատարում, քանի որ գտնվում է բանտում։ It seems his career is over. Կարծես թե նրա հոգևոր կարիերան արդեն վերջ էր տրվել։ He can't do what God called him to do. Նա չէր կարողանում անել այն ամենը, ինչի համար Աստված նրան կանչել էր։ He was facing trial, possibly execution. Նա կանգնած էր մի իրավիճակի միջև, որ նրան մահապատժի էին ենթարկելու։ He mentions that he was in chains 3 times. Նա նշում է, որ մի քանի անգամ իր ձեռքերը արդեն կապանքների մեջ էին։ Bible scholars tell us that he was chained to a Roman guard probably 24 hours a day, 7 days a week. Աստվածաշնչյան գիտնականները ասում են այն մասին, որ հավանաբար հռոմեական բանտում գտնվելուց նրա ձեռքերը շղթայված են եղել շաբաթվա 7 օրը 24 ժամվա ընթացքում։ He couldn't sleep or even go to the bathroom alone. Չէր կարող նա մենակ գնալ զուգարան կարիքները հոգալու կամ քնել մենակ։ This is demeaning and dehumanizing. Սա մարդուն նսեմացնելու, ստորացնելու իրավիճակ էր։ It's meant to break people down. Սրա նպատակը հետևյալն էր, որպեսզի մարդկանց նսեմացնեն, ստորացնեն։ Not only should it break him down, Նպատակը ոչ միայն նրան նսեմացնելու մեջ էր, but you would think it would bring a stop to the spread of the gospel to all nations. այլ նաև նրա համար, որպեսզի Աստծո խոսքը ազգերի մեջ ավետարանելը դադարեցնել։ His friends are worried, saying, think of the things Paul can't do now. Այսինքն նրա ընկերները մտածում էին այն մասին, Պողոսը այն ամենը ինչ անում էր, հիմա նա չի կարող դա անել։ He's sacrificed for nothing. Նա կարծես այդ ամենը զոհաբերել էր ոչինչի համար։ He's given his life to God, and look at him, locked up. Նայեք, նա իր կյանքը նվիրել էր Աստծուն, բայց հիմա նայեք ինչով է վերջանում։ How does God use things that seem to defeat his purpose? Ինչպես են կարծում, Can you please repeat? How does God use things Ինչպես է Աստված այս ամենը օգտագործում, որպեսզի that seem to defeat his purpose? կարծես թե երևում է, որ նա հասնում է իր նպատակին։ According to normal thinking, Եթե նորմալ մտածենք, chains are certainly blocks to the mission. շղթաները իրենք դադարեցնում են, փակում են առաքելությունը։ But in verse 12, Սակայն 12-րդ խոսքում Paul writes to his friends and says նա իր ընկերներին գրում եւ ասում է հետեւյալը. that his chains themselves brought about a new way of advancing the gospel. Որ այս ամենը այդ շղթաները առաջադիմության համար հաջողվեցան։ Not that the gospel went forward in spite of the chains, Այսինքն ոչ թե նրա համար, որ այդ շղթաները չկան, ավետարանը չի քարոզվի, but it went forward because of the chains. բայց այս շղթաների միջոցով օգնությամբ That's unexpected. սա անսպասելի էր։ Paul is able to see his experience Պողոսը կարծես իր փորձառությունը տեսնում է հետեւյալ կերպ։ so that the bad of the chains Չնայած որ այդ շղթաները նրա ձեռքերին էին, becomes the good of the gospel. վատ իրավիճակը դա դառնում է լավը ավետարանի համար։ It must have been effective Հաստատ դա ազդել էր նրա վրա, because his last statement in chapter 4 որովհետև 4-րդ գլխի խոսքի մեջ նա հետեւյալն է ասում։ says, all the saints greet you, especially those of Caesar's household. Ասում է, որ բոլոր սուրբերը ողջունում են ձեզ, հատկապես Կեսարի տնից։ Those were his prison guards. Այսինքն սրանք այն մարդիկ էին, ովքեր որ իրեն բանտում պահպանում էին։ The gospel sometimes works upside down Ավետարանը երբեմն հակառակ է գործում։ by how we think. Մեր մտածածից հակառակ է գործում։ God does the unexpected. Աստված անսպասելի ու անկախատեսելին է անում։ Remember Moses, Հիշում եք Մովսեսին, who said he couldn't speak well?
ով խոսել լավ այդքան էլ չգիտեր։ He told God 5 times, I can't do what you're calling me to do. 5 անգամ նա ասեց, որ ես չեմ կարող անել այն, ինչի համար որ դու կանչում ես, որ ես անեմ։ I can't talk good enough. Բավականաչափ լավ չեմ կարող խոսել։ Yet when Moses listened, Եվ երբ որ Մովսեսը շարունակում էր լսել, he led over 1 million Israelites out of Egypt. միաժամանակ նա միլիոնավոր մարդկանց Եգիպտոսից իսրայելացիներին հանեց։ Or David, Կամ նայենք Դավիթին։ the youngest and smallest of all his brothers, Իր եղբայրներից ամենակրտսերն էր, ամենափոքրն էր։ became the one anointed to be Israel's greatest king. Սակայն նա դարավ Իսրայելի ամենամեծ խոշոր թագավորներից մեկը, փոցված։ What about the cross of Jesus? Ինչ կասենք Հիսուսի խաչի մասին։ It looked like death and defeat, Կարող ենք տեսնել, որ մահ եւ հաղթանակ միաժամանակ էր խաչի վրա։ but it was the only way true life was secured forever. Սակայն դա միակ ճանապարհն էր, որ հավիտենական ու վստահված ու ապահով կյանքը կարող էր ապահովված լինել։ This was unexpected even by his disciples. Դա նույնիսկ անսպասելի ու անկանխատեսելի էր իր աշակերտների կողմից։ Think of the explosive growth of the church in countries all over the world. Նայենք անկառավարելի անսահման աճը, որը կատարվում է աշխարհում, եկեղեցիների աճի մասին է խոսքը։ India, China, Հնդկաստան, Չինաստան, many places where persecution happens regularly. Կան երկրներ, որտեղ որ շարունակաբար անընդհատ կատարվում են չարչարանքներ, հալածանքներ։ Persecution has historically acted as a fuel to advance the gospel to the nations. Հալածանքը պատմականորեն եթե նայենք, կարծես թե հանդիսանում է որպես մի մղիչ ուժ, որպես մի մղիչ ուժ, որը որ զարգացնում է եւ առաջ է մղում ավետարանչությունը, ավետարանի տարածումը։ Even Tertullian, an early church father, Տերտուղիասը եկեղեցու հայրերից է եղել, he boldly said, ով համարձակորեն հետևյալն է ասել. the blood of the martyrs is the seed of the church. Նահատակների արյունը դրանք համարվում են որպես սերմեր եկեղեցու հիմնադրման համար։ God is not limited by our normal human thinking. Աստված իր գործունեությունը չի սահմանափակում մեր մարդկային նորմալ մտածելակերպով։ In fact, he gets more glory and worship Փաստացի եթե ասենք նա ավելի շատ փառք ու երկրպագություն է ստանում, when he defies it. որը երբ որ նա այդ էմանին կարծես այլ կերպ է գործում։ We don't see it coming, Մենք դրա պատասխանը չենք տեսնում, but angels long to look into it. սակայն հրեշտակները այդ գործունեությունը շարունակում են։ Not only in Philippians has the gospel probably taken the only path forward. Let's see. The gospel is taking the only path to get into the Roman unbelieving army. Ոչ միայն ավետարանը չավետարանված հռոմեացիներին էր հասնում զինվորներին, But brothers and sisters who were shy in sharing their faith սակայն այն եղբայրներն ու քույրերը, որոնք որ Քրիստոսի մեջ էին եւ համարձակ էին, have become bolder նրանք դա ավելի համարձակ դառան։ because Նրանք ովքեր Paul որ ամաչկոտ էին, ավելի համարձակ դառան եւ պատճառը դա Պողոսն էր, was in prison. որովհետեւ Պողոսը այդ ժամանակ գտնվում էր բանտում։ Verse 14 tells us this. 14-րդ խոսքը հենց այդ մասին մեզ ասում է, They are much more bold now to speak the word. որտեղ որ նշված է, որ նրանք ավելի համարձակ եղան Աստծո խոսքը առանց վախի խոսելու։ So Paul encourages the Philippians. Այնպես որ Պողոսը քաջալերում է Ֆիլիպեցիներին, The gospel continues to advance. Don't worry. մի անհանգստացեք, ավետարանը քարոզվում է, շարունակում է քարոզվել։ Now, what is your definition of life? Ինչպես կնկարագրեք կյանքը, ինչպիսին է ձեր նկարագիրը կյանքի մասին։ What is worth giving your life to? Ինչն է, որի համար արժե կյանքը տալ։ If you live long enough, Եթե բավականաչափ ավելի երկար ապրեք, you will find trouble, խնդիրներ կունենաք, hurt, ցավեր, tears, արցունքներ, sorrow, sadness, տխրություն, grief, կորուստ, deep pain. շատ խորը ցավ կունենաք։ You need something bigger than yourself. Դուք ավելին, քան դուք եք դրա կարիքը ունեք։ Something bigger than this world has to offer Ավելին, քան այս աշխարհը ձեզ կարող է ներկայացնել, տալ, if you are going to make it. եթե դուք դա շարունակեք անել։
What's unexpected in this letter from Paul Պողոսի նամակի մեջ որն էր սպասելին, անկանխատեսելին, is the lack of detail about his circumstance. որ իր իրավիճակի ինֆորմացիայի քիչ տեղեկություն էր ապահովում։ He doesn't talk about how poorly he's being treated. Նա չէր այդքան ներկայացնում, թե ինչքան վատ էին նրան վերաբերվում բանտում։ There's no self-pity. Այսինքն ինքը իրան խղճահարության մեջ չէր դնում։ There's no navel gazing. You know, belly button. Poor me. Ինքը իրան չէ ասում խեղճ մարդ, որքան խեղճ եմ ես։ Let's see. This is remarkable. Սա էականորեն նշանակալի էր, որ նա չէր անում այդպես։ He says in verse 18, 18-րդ խոսքում նա ասում է. What then? Only in every way, whether in pretense or truth, Christ is proclaimed, and in that I rejoice. Բայց ինչ կերպով էլ որ լինի, թե պատճառանքով եւ թե ճշմարտությունով, Քրիստոսն է քարոզվում։ Rejoice? Ուրախացի սրա համար։ That's unexpected in prison. Բանտում լինելով սա անսպասելի է նմանատիպ վերաբերմունք ունենալը։ The question for me that follows is, Հարցը, որ այս դեպքից հետո իմ համար առաջանում է, հետեւյալն է. how? How does that work, Paul? Ինչպես է դա գործում, Պողոս։ I'd love to think that that would be true about me, Ես ցանկանայի, որ դա ինձ համար էլ ճշմարիտ լիներ, but I doubt it. բայց ես կասկածում եմ։ Unless I see what Paul sees. Հետաքրքիրն այն է, որ տեսնում եմ այն, ինչ որ Պողոսը դրա միջով անցնում էր, դա էր ինձ հաստատություն։ Paul doesn't expect to see the whole picture. Պողոսը չէր էլ ակնկալում ամբողջ պատկերը, վիճակը տեսնել։ He doesn't need answers to everything. Դա բոլոր հարցերի համար պատասխան չէր ակնկալում։ He holds an open hand when he doesn't understand. Երբ որ նա չէր հասկանում, նա բաց ձեռքերն էր բարձրացնում։ And he's done it so long now. Եվ այնքան երկար էր նա այս ամենն անում, He's around 60 years old. մոտավորապես այդ ժամանակահատվածում նա 60 տարեկան էր գրեթե։ He doesn't require God's perspective or explanation. Այնպես որ նա չէր ակնկալում, որ Աստված իրավիճակի բացատրություն ու նկարագիր էր տալու նրան։ He doesn't require God to answer him. Նա չէր էլ ակնկալում, որ Աստված նրան պետք է պատասխաներ։ He is able to trust and surrender. Նա ի վիճակի էր, կարող էր ունակ էր վստահելու, հետևելու, Regardless of the suffering, and believe that God is good. անկախ նրանից, որ նա չարչարանքի մեջ էր եւ շարունակելու հավատալ, որ Աստված բարի է։ He is curious rather than judgmental toward God. Նա ավելի շատ հետաքրքրաշարժություն ուներ, քան թե դատել առ Աստված այդ վիճակն ուներ։ He thinks, I wonder how God is going to work this out. Նա միշտ մտածում էր, տեսնես Աստված ինչպես է այս իրավիճակի մեջ գործելու։ In fact, it isn't in spite of his circumstances, but through them. Ոչ թե ինչպես կլինի, այլ ինչ միջոցով այդ ամենը կլինի։ That's why Paul can later say, imitate me. Դրա համար էլ նա ասում էր Պողոսը շարունակաբար իր թղթերի մեջ, իմ նման եղեք, արեք այնպես ինչպես ես եմ անում։ Yes, his circumstances do not determine how he views life. Նրա իրավիճակները չէին որոշում նրա տեսակետը կյանքի հանդեպ, His eyes are captured by Jesus. որովհետև նրա աչքերը, նա իր աչքերը հառել էր Հիսուսի։ His gaze is on Jesus, not the chains. Ոչ թե նա իրավիճակին էր, ոչ թե իր շղթաներին էր նայում, այլ իր հայացքը սևեռել էր Հիսուսի վրա։ Abiding in Jesus, Նա իրեն նվիրելով ամբողջությամբ Հիսուսին։ practicing the presence of God. Շարունակաբար ճաշակելով, զգալով Աստծո ներկայությունը։ His union with Christ is the foundation of his life. Եվ նրա միաբանությունը Հիսուսի հետ դա նրա կյանքի հիմքն էր։ But he pushes deeper than that. Բայց նա ավելի ու ավելի է դրանով գնում։ Let's skip ahead to verse 29 of chapter 1. Նորից Ֆիլիպեցիների առաջի գլխի 29-րդ խոսքի մեջ ենք։ It says, For it has been granted you that for the sake of Christ you should not only believe in him, but also suffer for his sake. Եվ ձեզ Աստվածանից այդ շնորհքը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ նրան, այլ նրա համար չարչարվիրել։ Now, hold on, Paul. Պողոս, մի րոպե։ I don't enjoy suffering. No one does. Ոչ մեկը եւ ես նույնպես չեմ ցանկանում, չեմ փափագում չարչարվել։ As Christians, we never go looking for suffering, Որպես քրիստոնյաներ մենք չենք փնտրում, չենք ցանկանում չարչարվել։ but we do have a category for it. Սակայն դրա համար կատեգորիա ունենք։ We know that when it finds us, there's value in it. Սակայն հասկանում ենք, երբ որ այդ իրավիճակը մեր կյանքում լինում է, դա արժեք ունի, նպատակ ունի։ But it doesn't mean that there isn't deep hurt.
Դա չի նշանակում, որ դրա մեջ դա չի ցավեցնում քեզ, դա չի ցավ պատճառում։ I also have been alive long enough to know that in a group this size, Եվ ես բավականաչափ տարիք ունեմ, ապրել եմ, որ տեսնեմ, որ այս չափի խումբը եկեղեցին, որ կա, and as I look into your eyes, եւ նայելով ձեր աչքերին, that there is significant pain and hurt here as well. որ այստեղ էլ շոշափելի ու նշանակալի ցավ կա։ But I also don't give up Սակայն ես նույնպես չեմ հուսահատվում, because I've seen God be faithful too long. որովհետեւ տեսել եմ, թե որքան է Աստված շարունակաբար հավատարիմ եղել։ Suffering is a slave to our master Jesus. Մեր վարդապետի, մեր Տիրոջ համար, Հիսուսի համար չարչարանքը դա ուղղակի ստրուկ է։ It is preparing a weight of glory for you. Ձեզ համար սա նախապատրաստական պատրաստման ճանապարհ է։ It is flipped, suffering is flipped on its head, Չարչարանքը իր գլուխը շուռ է տվել։ just like Paul's imprisonment. Եվ ինչպես որ Պողոսը բանտում եղավ։ In fact, in verse 13, Եվ հետաքրքիր է, որ Ֆիլիպեցիների առաջի գլխի 30-րդ խոսքում the original language says, my imprisonment is in Christ. օրիգինալ թարգմանության մեջ ասում է, որ իմ դատապարտությունը, իմ բանտարկությունը Քրիստոսի մեջ է։ Rather than for Christ or for the sake of Ոչ թե Christ. Քրիստոսի համար, Քրիստոսի հանուն Քրիստոսի։ And many scholars believe this is because Paul is recognizing he is sharing in Christ's sufferings. Շատ աստվածաշնչյան գիտնականներ ասում են հետևյալի մասին, որ ինքը շոշափելի կերպով Պողոսը զգում էր եւ կիսում էր Քրիստոսի չարչարանքները։ Paul's joy in suffering is based in his union with Christ. Պողոսի ուրախությունը այն չարչարանքի միջով, որ նա անցնում էր, հիմնված էր, արմատակալված էր Քրիստոսի հետ միաբանության մեջ։ And how precious the thought is of following Jesus Եվ այն միտքը ինչքան թանկագին է, որ նա Հիսուսին հետևում էր and sharing in his sufferings. եւ նրա հետ նրա ցավն է կիսում, չարչարանքն է կիսում։ This isn't a desire for suffering. Սա չի նշանակում, որ փափակ պետք է լինի, որ չարչարվենք։ There's something deeper happening. Սա ավելի խորը մի զգացմունք էր, մի գործողություն էր, որ տեղի էր ունենում։ It's devotion, Սա ընծայում նվիրում է, love, սա սեր էր, it's desire, it's about glory. սա փառքի մասին է, սա փափագի մասին է։ It's the definition of how Paul's life works. Ահա այս էր նկարագիրը, թե ինչպես է Պողոսի կյանքը գործում։ The diamonds and pearls of our faith Մարգարիտներն ու ադամանդները մեր հավատքի որ կան, are produced under pressure and desperate dependence on Jesus. առաջանում են ճնշման տակ, ճնշման միջոցով եւ դրանք կախված են այդ ամեն ինչը կախված է Քրիստոսից, գալիս է Քրիստոսից։ The gospel follows a pattern that is rehearsed in small and large in our lives. Ավետարանը հետեւյալ ձևաչափն է ներկայացնում, որը ներկայացված է եւ փոքր եւ մեծ ձևաչափերով մեր կյանքերի մեջ։ Death, burial, resurrection. Մահ, թաղում եւ հարություն։ Without death, there is no resurrection. Հարություն չի լինի, եթե չլինի մահ։ Whether it is death of our body Դա լինի մեր մարմնի մահը, or of a dream, թե երազանքների մահը, a career, թե կարիերայի մահը, our reputation, թե մեր պատվի, our idea of our family, մեր գաղափարը, որ մեր ընտանիքի վերաբերյալ ունենք, որն էլ որ լինի, it doesn't matter. կապ չունի։ In short, for Paul, Եթե կարճ ձևակերպենք Պողոսի համար, he says in Philippians 1:21, Ֆիլիպեցիների առաջի գլխի 21-րդ խոսքում հետևյալն է ասում. to live is Christ, Վասնզի ինձ համար կյանքը to die is gain. Քրիստոսը եւ մեռնելը This շահ։ is how he defines value in life. Ահա թե ինչպես է նա կյանքի գինը գնահատում, նկարագրում։ This is how Paul doesn't fall apart when his circumstances say he should. Չնայած որ նրա իրավիճակները կարծես նրան պետք է թելադրեին, որ նա հանձնվեր եւ հանձնվեր ամբողջությամբ, Paul is someone who knows what it means to abide in Jesus. Սակայն Պողոսը այն մեկն էր, որ գիտեր, թե ինչպես կապնել, ինչպես միանալ Հիսուսին։ It is not just a theory. Սա ոչ թե թեորիապես էր, գրվածքով էր, It's not a teaching to be learned. սա ոչ թե ուսուցում էր, որ պետք է սովորեր, It's not a truth to just be studied. սա ոչ թե ճշմարտությունով էր, որ պետք է նստես ուսուցանես, But he is a person to know and to be known by. սա
անձ է, որ պետք է ճանաչես եւ այդ անձով ճանաչվես։ to love and to be loved by. Եվ պետք է սիրես ու սիրվես այդ անձով։ And this is what our lives can look like when we walk with Jesus daily. Եվ ամենօրյա կյանքը, եթե մենք ապրում ենք Հիսուսի հետ, ահա այդպեսին պետք է լինի։ What would it look like as the worldwide church to desire to know Jesus like Paul? Եվ հետաքրքիրն է, որ ամբողջ աշխարհով մեկ մարդկանց փափագը նույնպես այն է, որ ճանաչեն Հիսուսին։ This is the kind of relationship with God that drives Paul to go to the nations. Ահա այսպիսի հարաբերություն Աստծո հետ ունենալով այս էր, որ Պողոսին ոգեշնչում էր եւ մղում էր առաջ, որպեսի ազգերին գնա։ It was why the church at Philippi was planted. Ահա թե այսպես ինչպես եղավ, որ Ֆիլիպեցիների եկեղեցին հիմնվեց։ It is the basis of why we desire to share the gospel with the nations now. Սա հիմքն էր այն փափագի, որ ցանկանում ենք ազգերի մեջ ավետարանել Հիսուսին քարոզել։ The Great Commission and the Great Commandment. Կար մեծ հանձնարարական եւ մեծ հանձնարարական եւ մեծ պատվիրան, To love the Lord your God with all your heart, soul, mind, and strength. որտեղ որ նշված էր, որ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով, սրտով եւ հոգով, And love our neighbors as ourselves. եւ սիրիր քո հարևանին ինչպես որ քո անձը։ This compels us to go from our neighbors to the nations Սա է, որ մղում է մեզ առաջ տանում, որպեսզի գնանք դեպի մեր հարևանները, դեպի մեր ազգերը, so that we can all experience a deep relationship with God. որպեսզի մենք կարողանանք խորը հարաբերություն ունենանք Աստծո հետ։ That others can worship Him like we did this morning. Եվ ինչպես որ այս առավոտ մեր փառաբանության թիմը երկրպագեցին, նրանք էլ կկարողանան փառաբանել։ He is worth it. Նա արժանի է դրան։ I've heard it said recently. Այս վերջերս մի բան էի լսել, If the chief end of man is to glorify God and enjoy Him forever, եթե մարդկանց ղեկավարը փառավորի Աստծուն եւ նրան փառավորի հավիտյան, then the chief end of mission is for all nations to glorify God and enjoy Him forever. այդ դեպքում արդեն առաքելության ղեկավարը ազգերի համար նույնպես փառավորված կլինի եւ նրան կփառավորի եւ կվայելի հավիտյան։ And my hope is that my church in America Եվ իմ հույսը հետեւյալն է Ամերիկայի համար, իմ եկեղեցին, որ այնտեղ է գտնվում, and your church here եւ ձեր եկեղեցին էլ, որ այստեղ է, will put all our hearts and energy toward this. եւ ողջ մեր էներգիան, ուժը, մեր սիրտը կդնենք այդ ամենի մեջ, որպեսզի շարունակենք նրա անունը քարոզել։ May God be praised. Թող Աստված փառավորվի։ May I pray quickly? Thank you. Ձեր թույլտվությամբ աղոթեմ ձեզ համար։ Father, thank you so much for this time. Հայր, անչափ շնորհակալ եմ այս պահի համար։ What a precious time for us to get together with brothers and sisters, Այս թանկագին պահը, որ կարող ենք մեր թանկագին քույրերի, եղբայրների հետ միասին այստեղ լինել։ to sing your praise. You're so worthy. Քեզ երգել ու փառաբանել, որովհետև դու արժանի ես։ To hear your word that calls us to lay down our lives, Քո լսել քո խոսքը, որ դու ասում ես, որ մեր կյանքը դնենք քո that համար։ we may follow your example, Jesus. Որպիսի քո օրինակին հետևենք Հիսուս։ As we go to the nations, Եվ երբ որ մենք գնում ենք դեպի ազգերը, give us a burning passion in our heart for you. մեր սրտերի համար այդ վառվող կրակը դիր, որ դեպի քեզ է։ Help us to love others the way that you love us. Սեր դիր մեր մեջ, որպիսի մենք կարողանանք նրանց սիրել, ինչպես որ դու մեզ սիրեցիր։ Help us to show your worth to those that are around us. Եվ թույլ տուր մենք այն խոսքը, քո խոսքը կիսենք այն մարդկանց համար, որ մեր շուրջն են։ Oh, help us to obey your word. Օգնիր մեզ, որպիսի հնազանդվենք քո խոսքին։ Would you bring down your fire and your spirit to our hearts? Քո հոգին ու կրակը թափիր այստեղ մեր սրտերի մեջ։ Do a mighty work in your people Արա զորավոր գործեր քո մարդկանց մեջ, քո ժողովրդի մեջ։ for the sake of your name and your renown. Հանուն քո անվան, Տեր, քո փառքի։ And Father, we pray that you would shine your face on these people. Հայր, մենք աղոթում ենք, որ քո երեսը փայլեցնես այս ժողովրդի վրա։ Help us sing to your praise now. Տեր, թույլ տուր եւ օգնիր, որպեսզի մենք քեզ երկրպագենք ու քեզ փառավորենք։ It's in the great name of Jesus that we pray. Հիսուսի զորավոր ու մեծ անունով աղոթում ենք։ Amen. Ամեն։